Բարձրագույն կրթությունը համապատասխան որակավորում է վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 7 տարվա մանկավարժական կամ կրթության կառավարման աշխատանքային փորձը դեռևս բավարար չեն տնօրեն դառնալու համար։ Անցյալ տարվա փետրվարից դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները նախ կրթության եւ գիտության նախարարության մշակված ծրագրերով մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, այնուհետև հավաստագրման քննություններին։ Կարծում եմ, այս լավ հնարավորություն է, որպեսզի մեր թեկնածուները, լինի դա գործող տնօրեն, թե անձորը ուզում է դառնալ տնօրեն, իրապես նստի եւ աշխատի, սովորի օրենսդրությունը, վերջին փոփոխությունները, կրթության ոլորտին առնչվող հիմնական փաստաթղթերը եւ բավականին շատ գիտելիք են ստանում իրենք նախապատրաստվելով այս քննությանը։ Արդեն 6 ամիս Տավուշի մարզի Բագրատեշանի թիվ 2-րդ դպրոցի պաշտոնը ստանձնած Լեանա Ալավերդյանը մեկ անգամ ձախողել է քննություններում, սա նրա երկրորդ փորձն է։ Հարցաշարում այնպիսի հարցեր են, որ տնօրենը անպայման պետք է տեղյակ լինի այդ հարցերին, որտեղ դա անմիջապես նրա աշխատանքն է։ Հավաստագիրը օգնում է, որ տնօրենը ավելի պատասխանատու զգա իրեն իր աշխատանքում։ Հավաստագրման գործընթացին մասնակցող տնօրեններից մի քանիսը նշեցին, որ կային ծուղակային եւ անծանոթ հարցեր։ Անհրաժեշտություն է եւ տարիքային առումով լրացուցիչ ծանրակրթություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղում ծանոթանալ, բայց քննության հետ կապված հարցերը բավականին ծանրանում են եւ կան հարցեր, որ կարապես դպրոցի հետ չհարեցվեն։ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Աբրահամյանը 10 տարի աշխատել է որպես տնօրեն, պաշտոնից հրաժարվել է իր դիմումի համաձայն, սակայն հիմա ցանկություն ունի վերականգնվել։ Աբրահամյանը եւս գիտակցում է, որ հավաստագիրը դեռևս ուղեկիր չէ դեպի դպրոց։ Հնարավորություն շատ կա, բայց Երբ որ արդեն հավաստագիրը ունեք, ուզում եք ընդունվել, այդ ժամանակա, չէ՞, քաշքշուկը։ հա, բնական է, այդպես է։ Չեմ էլ կասկածում, որ այդպես կլինի, եթե ինչ-որ հնարավորություն լինի թեկնածությունս դնելու, բայց չեմ ընկճվում, պայքարելու մինչև վերջ, եթե հնարավորություն լինի։ Նախարարությունից տեղեկացրին, որ այս փուլի քննությունները կավարտվեն մարտի 23-ին։